Կարճ ներկայացնելու եմ Թուրքի երթումը կամ ռուսի խոստումը։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը ձևավորվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի սիրո քաղաքական սիրո արդյունքում։ Եվ Ռուսաստանը Ուկրաինա մտնելուց 2 օր առաջ Ադրբեջանի հետ կնքեց ռազմական պայմանագիր։ Ես կասեի ավելի հզոր պայմանագիր, քան ուներ հայերի հետ։ Բայց հիմա լսում ենք, որ այդ նույն Ալիևը Ուկրաինային խոստացել է տրամադրել տանկեր Ռուսաստանի դեմ պատերազմում։ Հիմա հասկանում ենք մի կողմից ծնող եւ զավակ հարաբերություն կա, մի կողմից էլ շատ ուժեղ ռազմական պայմանագիր, բայց Ալիևը անում է հակառակը։ Ու այստեղ հարց է առաջանում. Այս Ալիևի հետ եք ուզում խաղաղության գնալ, ինչ-որ բան ստորագրել, ինչ-որ բան պայմանավորվել։ Այս Ալիևի, որ անգամ ուրանում է իր սեփական ծնողին։ Դուք համոզված եք, որ Ալիևի հետ ինչ-որ թուղթ ստորագրեք, դա նույնը չէ, ինչ որ Պուտինի հետ եք ստորագրել։ Գիտեք, չէ, Ռուսաստանի հետ կնքած պայմանագիրը ավելին չարժե, քան այն թղթի կտորը, որի վրա ձևակերպվել է այդ պայմանագիրը։ Նրա զավակն էլ է այդ կարգին։ Ռուսական մի խոսք կա, կակով ատեց տակովիսին, ինչպիսին հայրն է, այնպիսին էլ որդին է։ Ուրեմն սա ինչ է։ Ադրբեջանի հետ սա ինչ որ անում են կամ պայմանավորվել են, դա խաղաղություն է, թե Հայաստանի կործանում, փափուկ բարձ կործանումից առաջ։ Սա շատ նուրբ հարց է։ Սա պետք է անգամ ամենատգետին, ամենաթիրամիդին, ամենատկարին անգամ պետք է տեսանելի լինի, որ եթե Ռուսաստանի հետ պայմանն է խախտում Ադրբեջանը, ուրեմն քեզ հետ ցանկացած պայման խախտելու է, հաստատ խախտելու է, ասեմ ավելին, պիտի խախտի, որ ինքը գոյություն ունենա, որ չխախտի, ինքը գոյություն չունենա, ինքը ուրիշ ճար չունի։ Ու այսքանից հետո վստահել Նիկոլին, ով խաղաղությունից է խոսում գիշեր ու զոր, նշանակում է վստահել Իլհամին, Հեյդարի Լակոտին։ Խելք եկեք։